Ողջույն։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Խաղաղությունը եւ խաղաղության պայմանագիրը տարբեր բաներ են։ Խաղաղության պայմանագիրը չի խանգարել Գերմանիային հարձակվել Սովետական Միության վրա 45 թվականին։ Խաղաղության պայմանագիրը չի խանգարել Ռուսաստանին հարձակվելու Ուկրաինայի վրա 2014, հետո 2022 թվականներին։ Մյուս կողմից խաղաղության պայմանագրի բացակայությունը չի խանգարել խաղաղությունը պահպանել Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջև արդեն 80 տարի, 1945 թվականից սկսած։ Այդպես որ խաղաղությունը եւ խաղաղության պայմանագիրը տարբեր բաներ են։ Պետք է մեզ արդյոք խաղաղության պայմանագիր։ Չգիտեմ, այնինչ մեզ պետք է դա խաղաղություն է։ Կբերի արդյոք մեզ խաղաղություն այս խաղաղության պայմանագիրը, կասկածում եմ։ Փորձեմ բացատրել ինչու։ Խաղաղությունը հնարավոր է երկու պայմանով։ Առաջինը, եթե խաղաղությունը հիմնված է պատմական, մարդկային, ազգային արդարության սկզբունքի վրա։ Անարդար խաղաղությունը հղի է նոր պատերազմով։ Երկրորդը, խաղաղության պայմանագիրը աշխատում է միայն երբ որ խաղաղությունը ապահովված է ուժի դիրքերից։ Այդպես էր խաղաղ Արցախը 1994 թվականի զինադադարից հետո, ինչը մայիսի 12-ին ստորագրված, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի, Արցախի ներկայացուցիչների կողմից փաստորեն խաղաղության պայմանագիր էր, որը խախտվեց 2020 եւ 2023 թվականներին։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը իր կտրուկ անհամաձայնությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված նախապայմանների հետ, որոնք վերաբերվում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանից այսպես կոչված երրորդ ուժերի, իսկ շիտակ ասած եվրոպական դիտորդների հեռացման նախապայմանից, ինչին համաձայնվեց Փաշինյանը եւ ինչին չենք կարող համաձայնվել մենք։ Եվ երկրորդ պայմանը, որի մասին խոսվել էր, միջազգային բոլոր դատական ատյաններից դատական հայցերի, Ադրբեջանի դեմ հայցերի հետ կանչման նախապայմանը։ Մենք չենք կարող համաձայնվել նաև դրա հետ։ Էլ չեմ ասում այլ պայմանների հետ, որոնք կգան շուտով։ Սահմանադրության փոփոխություն, չեմ կասկածում, որ այդ պայմանը նույնպես կհնչի, եւ այլն եւ այլն։ Մենք համաձայն չենք այդ որևէ նախապայմանի հետ, որովհետև դա որևէ առնչություն չունի իրական խաղաղության հետ։ Խաղաղությունը կհաստատվի այն դեպքում, երբ որ Հայաստանը խոսի Ադրբեջանի հետ ուժի դիրքից։ Որն է Հայաստանի համար ուժի դիրքը։ Միայն մեկը։ Եվրոպական միության մաս դառնալը։ Եվ բնականաբար, որ եվրոպական դիտորդների, որոնք այնտեղ իմիջիալության Եվրոպական միության եւ Եվրոպական խորհրդարանի որոշմամբ են գտնվում, եւ այս դիտորդների հեռացումը սահմանից հակասում է այն միակ պայմանին, որը կարող է ապահովել խաղաղությունը Հայաստանի համար։ Նույնը վերաբերվում է միջազգային ատյաններից հայցեր հեռացնելու նախապայմանին։ Նախ ոչ մի բարոյական իրավունք անելու դա Փաշինյանի կառավարությունը չունի, որովհետև ոչ ոք չի կարող մերժել 100 հազարավոր փախստական դարձած, սպանված, բռնաբարված մարդկանց դատական հայցերի իրավունքը։ Դա նաև ազգերի ինքնորոշման իրավունք է։ Եվ Մինսկի խմբի լուծարման պահանջը, որը նույնպես հնչում է եւ որը շուտով մենք կլսենք նաև Փաշինյանի շուրթերից, նույնքան անընդունելի է եւ անթույլատրելի,
ոչ Հայաստանը եւ ոչ էլ Ադրբեջանը չեն հիմնադրել Մինսկի խումբը եւ նրանք որևէ իրավունք չունեն դա լուծարելու, առավել եւս Հայաստանի համար դա ինքնասպանություն է քաղաքական, քանի որ դրանով Նիկոլ Փաշինյանը լուծարում է Արցախի գերխնդիրը, իսկ մենք դրան երբեք չենք համաձայնվի։ Ինչպես նաեւ չենք կարող համաձայնվել երկրորդ կետի հետ, որի մասին արդեն խոսել եմ, եւս մի պատճառով։ Երկրորդ կետը դա դատական հայցերի հետ կանչումն է, որովհետեւ այնինչ կատարել էր Ադրբեջանը հայերի նկատմամբ Սումգայիթից սկսած, ել չեմ ասում 65 թվականի ջարդերը, 20 թվականի ջարդերը Արցախում 1918-20 թվականների ջարդերը, 2020 եւ 2023 թվականի հայրենազրկումը եւ հայաթափումը, այդ ամենը ցեղասպանություն է։ Հրաժարվել ազգի իրավունքից ցեղասպանության դեպքում անթույլատրելի է, դա որևէ կառավարության, որևէ քաղաքական գործի իրավասության մեջ չի մտնում, դա հակապետական, հակազգային եւ ուղիղ ասենք դավաճանական քայլ է, որովհետեւ դրանով կասկածի տակ է դրվում նաեւ 1915-1921 թվականի ցեղասպանությունը։ Դրանով հարցականի տակ է դրվում ազգային արժանապատվությունը, մեր ազգային ինքնությունը։ Ահա ինչու Հայաստանի եվրոպական կուսակցությունը ոչ միայն իր անհամաձայնությունն է հայտնում, այլ պաշտոնապես հայտարարում է, որ մենք առաջին իսկ հնարավորության դեպքում չեղարկելու ենք այս սխալ եւ հանցավոր որոշումը։